Մինչև սովորել ավարտել զբաղվել ենք գյուղատնտեսությամբ, հայրս նույնպես գյուղատնտես ա եղել, անաս ունենք պահել, դաշտ ենք մշակել, ծառ ենք տնկել, մի խոսքով։ Նրանից հետո ավարտել եմ Երևանի պետական համալսարանի Իջևանի մասնաճյուղը պատմության բաժինը, աշխատել եմ դպրոցում, մեր Բաղանիսի միջնակարգ դպրոցում 2 տարի, ընտանեկան պայմաններից ելնելով աշխատավարձի քիչ լինելու պատճառով գործս փոխել եմ, ուրիշ տեղ եմ աշխատել, մաքսային համակարգում եմ աշխատել Բագրատաշեն։ Նրանից հետո ծառայել եմ, զինվորական եմ եղել պայմանագրային հիմունքներով։ Ունեմ 4 երեխա, ապրում ենք Բաղանիսում, ուզում ենք մեր հայրենիքը, մեր գյուղը, մեր հողը շեն պահենք, մտադրություն չունենք բացարձակ գյուղից հեռանալու։ Մեր ծննդավայրն է, գերեզմաններ ունենք, մեր պապերի, մեր տատերի գերեզմաններն է։ Չգիտեմ, երևի հողն է պահում։ Մեր ծննդավայրը, մեր օդը, մեր ջուրը, չգիտեմ, կոնկրետ չեմ կարող ասեմ, պահող բաներ շատ կա։ Ինձ միշտ հանգստացրել է օրինակ դպրոցը։ Տարիների ընթացքում անդադ աշակերտների թիվը պակասում է գյուղում։ Մենակ դրանից ենք վախեցել, որ երեխեքին չկարողանանք դպրոց ուղարկենք, դպրոց կամ կողքի գյուղ կամ նոյեմբերյան քաղաք ուղարկենք։ Նման խնդիրներից ենք վախեցել, որ հնարավոր է ինչ որ դա դրթի, որ գնանք նոյեմբերյան կամ Իջևան կամ, բայց փառք Աստծո միջև այսօր հələ որ այդ խնդիրը դեռ այդ աստիճան չի հասել։ Իհարկե կա դասարաններ ունենք, աշակերտ չկա։ Այս տարի շրջանավարտներ ունենք 3 հոգի են, անցած տարի 6 հոգի են եղել, 6 կամ 7։ Առաջի դասարանցիներ այս տարի կան, բայց տարի ալնում որ չի լինում։ Ես որ աշխատել եմ այն ժամանակ Ժաննա Անդրեասյանը դեռ չկար, փառք Աստծո։ Նախարարը ուրիշ ա եղել, էլի։ Հիմա տենց են ասում, նախկինների ժամանակ եմ ես աշխատել։ 2 աղջիկս ուսանող են, իմ տղաս ա դպրոց գնում, մեկն է փոքր ա։ Ես որ ասենք նստում ենք տունը դասերը պատրաստելու, ես գլուխ չեմ անում, թե այդ ինչ ա գրած այդ գրքում կամ ինչի համար ա դա գրած, դրանից ինչ պետք է երեխան սովորի։ QR կոդով Մեսրոպ Մաշտոցի նկար, չգիտեմ ես ինչեր, կարիքը որն ա դրա, իմաստը որն ա, որ պետք է երեխեն, նախ երեխեք կա, որ հեռախոսել չունեն, հասարակ բան, որ տունը, ասենք, չգիտեմ, համակարգիչ չունեն, չեն կարող օգտվել այդ ժամանակակից միջոցներից, այդ երեխեն ոնց QR կոդով գտնի, թե Մեսրոպ Մաշտոցը ով ա եղել։ Դժվար էր, մարդու նկարը ոնց ենք մենք սովորել մեր ժամանակներում, գիրքը բացում ենք, տենում ենք Մեսրոպ Մաշտոցն ա, մի խոսքով, չգիտեմ, այնքան շատ բաներ կա, որ իբր ուզում ենք համեմատվենք եվրոպական երկրների հետ, չգիտեմ ինչ, բայց ոնց նայում ենք այդ նույն եվրոպական երկրները այդ QR կոդերի հետևից են ընկել ու շատ այլ արժեքներ մոռացել, կամ ինքնըստինքյան մոռացվում է, կամ հատուկ են մոռացվել, չգիտեմ, համենայն դեպս կոնկրետ ես որպես ծնող, որպես հայր դա իմ դուրը չի գալի։ Չեմ ուզում էլի շատ սենց այս հիմիկվա այս քաղաքականացնենք, որովհետև շատ սիրուն, մաքուր, գեղեցիկ բնության գրկում են գտնվում։ Ինձ թվում է սա այդ տեղը չի, ափսոս է այս բնությունը, որ հիմիկվա այս Երուսաղեմից, չգիտեմ, ես ինչեր են անում դրանցից խոսանք, ես ցանկություն չունեմ խոսալու։ Այգին դրել ենք 17 թվականի աշնանը։ Մի մասը մենք ենք ներդրել, մի մասը ՄԱԿ-ի զարգացման ծրագրով մեզ օգնել են։ Սա լրիվ իմը չի։ Այստեղ ոնց որ ընկերներով ենք, ովքեր որ գյուղացիներից այս տարածքում տարածք ունեին, հողակտոր ունեին, տենց ծրագիրը տենց էր նախատեսում, որ պետք է միավորվենք, միավորվել ասելով ուղղակի բոլորը ցանկություն ունենան այգի հիմնելու։ 4 հոգի ենք, 4 գյուղացով տենց որոշել ենք մի հեկտար մեկինը, սա մի հեկտար մեկինն է, մի քիչ են մեկինն է։ Այս այգին, որ հիմնում ենք, կոնկրետ թշնամին, ադրբեջանցիները մեզանից այն հեռվի սարի վրա էին։ Հիմա մոտավորապես կոնկրետ այս հատվածում եկել են մոտիկացե մի համարյա կիլոմետր առաջ են եկել։ Ստեղից ուղիղ գծով երևի մի 600-700 մետր է։ Մեր այդ ապահով փշալարը, որ անցնում է, մի 700 մետր է, կոնկրետ ստեղից հեռու, ուղիղ գծով։ Փշալարը, հա, մարդիկ կան իրանց համար ապահովա, չգիտեմ, ինձ համար ամենապահովը այն էր, որ մեր զինվորները, մեր ինձանից շատ հայրենասեր ու հերոս տղեկ, սաղ կյանքները կանգնել են այդ պոստում,
կտոր, ստեղից, ընդեղից, մի խոսքով ամրոց են սարքել, դիրք են սարքել։ Հիմա այդ դիրքերը տվել ենք ադրբեջանցիներին ու հույսներս դրել ենք փշալարի վրա։ Դե ցանկապատ մեր մոտ չկա, Կիրանցում կա, հա։ Կիրանցիները բախտավոր երջանիկ մարդիկ են, որ իրանք ցանկապատ ունեն, մերը փշալարա։ Իմ համար կարևորը առաջնահերթ անվտանգությունն է, եթե անվտանգությունը դնենք մի կողմ, ու անվտանգության հետ կապված ոնց որ խոսացինք շատ լիքը հարցեր կա։ Անվտանգությունը առաջինը թողում ենք մի կողմ, նրանից հետո ոռոգման խնդիրը, ջուրը։ Հիմա այս այգին, որ ոռոգում ենք, ջուրը որ գալիս է, մեր հիմնական այդ մեծ խողովակը գալիս է բանից, ոսկեպառից։ Ոսկեպառի այն հատվածով, որ մեր ղեկավարությունը ասում է անկլավա, պետք է տանք Ադրբեջանին։ Հիմա այդ հատվածը դեռևս ոչ մի բան չեն արել, ոչ սահմանազատել են, ոչ են, մեր ջուրը տեղով է գալիս, սարերից տենց ինքնահոս գալիս է ոռոգման։ Առայժմ դրանից ենք օգտվում, տա Աստված, որ տենց է մնա այդ ջուրը, բայց եթե հանկարծ ինչ-որ բան եղավ, այդտեղ ասենք էլի հանձնել կամ չգիտեմ, այդտեղ մտան ադրբեջանցիք, հաստատ այդ ջուրը չի գալու, չեն թողի այդ ջուրը մտնի այս կողմ։ Բաղանիս, Ոսկեվան, Օթի, մեկ է Ոսկեպառը, այս 4 գյուղերի դաշտերը ոչ լրիվ, որը որ ինքնահոս հնարավոր է ոռոգել, այդ գծից է, այդ ջրից է օգտվում։ Ապրել է պետք։ Անկախ ամեն ինչից պետք է ապրենք։ Կոնկրետ ես երեխեք ունեմ, մեկը ուսանող է, մեկը դպրոցական է, մեկը մանկապարտեզ է գնալու, հոչ չես կարա ասենք, մի հատ հիմարի պատճառով ասենք, օրինակ երեխեքիդ թափառական սարքես, ասենք թողես երկրից գնաս կամ չգիտեմ ինչ, կամ քո լեզուն մոռանաս, կամ մենք էլ ասենք Մաշտոցի նկարը QR կոդով չենք տեսնի, Ռուսաստանում ինչ որ մեկը կուղարկի կտեսնենք։ Չենք ուզում տենց լինի։ Ուզում ենք մեր այսենց այգին, որ բերքը հավաքում ենք, երեխեքի հետ գալիս ենք, հարևաններն են գալիս օգնում, մեկին լավություն ենք անում, չգիտեմ, կյանքը դա է իմ հասկանալով։ Իմ հայրը միշտ ինձ ասել է, գյուղում պետք է ապրես։ Չգիտեմ, ոնց որ մարդը պետք է ապրի իր պապական տանը, հայրական տանը, մանավանդ որ ասենք ծնողներիս միակ տղան եմ, քույր ունեմ, բայց որպես տղա միակն եմ, ուրիշ եղբայր չունեմ, ոնց կարելի է։ Մարդիկ կա ծնողներին, չգիտեմ, չեմ ուզում ասեմ թողել, բայց ծնողները գյուղում մենակ են, իրանք Ռուսաստան են, կամ ասենք Երևան են, կամ չգիտեմ։ Այդ նույն ծնողը ստեղ չարչարվում, կարտոֆիլ է ցանում, որ ուղարկի Երևան այդ նույն ընդեղ ապրող երեխա չի հասուն մարդը, որ գյուղից կարտոշկա ուտի։ Պետք է ինձ թվում է իմաստ չունի տենց քաղաքում ապրել, ավելի լավ է գյուղում ապրենք մենք մեր եղածով։ Խաղաղություն, չգիտեմ, դա ես չպետք է որ ասեմ, էլի մեզանից շատ գաղափարապես շատ մեծերն են ասել, որ խաղաղությունը, սենց խաղաղություն, չգիտեմ, սա խաղաղություն չի, սա ուղղակի պարտադրված խելոք ապրել է։ Այնքան որ մեզանից ավելի ուժեղ սերունդ, մեզանից ավելի գաղափարապես միգուցե նման սերունդ ունենանք։ Հիմա մեր երեխեքը այն ձևով, այն համակարգով, որ կրթվում են, այդ ամեն ինչը բերում է նրան, որ մի քիչ հույսը կտրվում է մեր, որ նման սերունդ կլինի, բայց ամենայն դեպս Աստված տվել է միշտ եկող սերունդը գնացածից ավելի ուժեղ, ավելի գիտակից, ավելի հայրենասեր անում։ Աստված տա նույն ձև շարունակվի։